Երեք եկեղեցու բակում կանգնած է եւ մի լրագրող մոտեցավ ինձ, սկսեց հարցեր տալ, կամ շուտ հարցեր չէ, սկսեց քաղաքական ելույթ ունենալ իմ առջև կանգնած, համարելով, որ ինքը զբաղվում է լրագրությամբ։ Դե գիտեք, իրենց այդ ոճով, չգիտեմ, հակաեկեղեցական արշավ է կանում, Փաշազադեի հրահանգ, թուրք-ադրբեջանական եսիմինչ եւ այլն եւ այլն։ Հարցերին իմացի, պատասխանեցի, հետո ես իրեն հարց տվեցի, հարցրեցի իսկ ձեր լրատվամիջոցը ով է ֆինանսավորում։ Եվ այս հարցը մի 5 անգամ կրկնեցի, ինքն էլ մի 5 անգամ չպատասխանեց։ Հետո այսօր որոշեցի տեսնեմ էլի այդ լրատվամիջոցը ոնց է դրել այդ ռեպորտաժը եւ բացեցի տեսնեմ ով զարմանք։ Իրենց այդ ռեպորտաժից այդ հատվածը, որտեղ ես իրենց հարցնում եմ, ով է ֆինանսավորում իր լրատվամիջոցը եւ որտեղ ինքը դրան չի պատասխանում, կտրել են ուղղակի այդ մասը, կտրել եւ հանել են։ Եվ ցավոք ես կարծում եմ մեր լրատվամիջոցների մի մեծ հատված է այսպես վերաբերվում իրենց գործին եւ իրենց կոչմանը, իրանք համարում են, որ իրենք կարող են էթիկայի լիակատար բացակայությամբ մոտենալ տարգբեր մարդկանց առաջ տարբեր ելույթներ ունենալ, բայց իրենք պարտավոր չեն հաշվետու լինել եւ մարդիկ պարտավոր չեն իմանալ իրենց ով է ֆինանսավորում եւ կամ իրենց ով է ուղարկում այդտեղ իրենց ելույթներ ունենալ։ Բայց պետք է հիասթափեցնեմ իրենք պարտավոր են բաց եւ թափանցիկ լինել հանրության առաջ եւ իրենք կլինեն։ Մենք դրա մասին հոգ կտանենք։ Խոսքով դուք այսօր բոլորը տեսնեղ եք կեղծ պատարագին մասնակցելու։ Կարելի է այդպես ասել, կարելի է ասել, չէ՞ դուք որ դուք ասում եք քերականոջ օրինակը ինչով եք բերում դա, ես էլ չեմ կարող ասել, որ դուք եկել եք օծյալ։ Երբ որ այդ օծյալ քահանան, որը Պարոն Ռուբինյան, ժամանակ կար, որ Բեթլիի թեման ակտիվորեն քննարկում էր ընդդիմադիր Նիկոլ Փաշինյանը քննադատելով օծյալ քահանային։ Այսօր երբ որ գնաց իր մոտ, դուք կարծում եք դա բարենորոգում է թե քանդում Փաշազադեի հրահանգով։ Դե լավ։ Երկու օր հետո լրատվամիջոցում կողմից է ֆինանսավորվում։ Օհ։ Մեր սեփական միջոցներով։ Իսկ դուք որտեղից եք ֆինանսավորվում։ Գրանտներով։ Չէ, դե ասում են պետական բյուջեից, բայց տարիներ առաջ, երբ որ դուք նաև պետական չէիք, դրսից լիքը փողեր եք ստանում։ Պարոն Ռուբինյան, մենք դեռ կհանդիպենք, որտեղ դուք ինձ շատ լավ եք ճանաչում։ Կխոսենք իրար հետ։ Կխոսենք իրար հետ այդ թեմայով։ Այ քեզ բան։ Ո՞վ։ Չէ, դուք այդտեղ սխալվեցիք։ Այդ տեսնում եք սխալվեցիք, ինչպես քերականոջ պարագայում։ Մենք մեր աշխատանքով ֆինանսավորվում ենք։ Մեր աշխատանքով։ Ո՞վ ո՞րն է։ YouTube-ը, Պարոն Ռուբինյան, այս պահին այո, որովհետև փոքր է մեր թիմը։ Դուք թեման տարաք Հայք News, երբ որ մենք խոսում ենք մեր եկեղեցուն քանդելու Նիկոլ Փաշինյանի քաղաքականության մասին, այ բոլոր հարցերը այդպես մանիպուլացնում եք։